Ողջույն հարգելի խոյեր, սա ձեր ֆինանսական կանխատեսումն է 2026 թվականի համար։ Որոշել եմ առանձին անել կանխատեսումները, որպեսզի ձեզ համար էլ հեշտ լինի եւ ում որ ոլորտ հետաքրքրում է, այդ ոլորտը նայի։ Տեսանյութերը կլինեն առանձին, կտեղադրեմ մեկ պապկայի մեջ, կգրեմ Finance 2026 եւ եթե դուք հետո ցանկանաք նայել այս կանխատեսումը, որովհետև ամիսներով է եւ դուք կարող եք հետ վերադառնալ, օրինակ մայիսին, ապրիլին եւ նայել թե ձեզ ինչ է սպասվում։ Ես ժամերը կգրեմ, կարող եք հետո հետ վերադառնալ, մտնել հենց հստակ այդ ամիսը տեսնել թե ձեզ հետ ինչ է կատարվելու։ Օրինակ ֆինանսական առումով, հետո եւս աշխատանքի եւ այլն։ Եվ այդ պապկաների մեջ ավելի հեշտ կլինի կարող մտնել իմ edge, մտնել հենց playlist, այդ կախված է թե ով ինչպես է իր թարգմանությունը կա, հա, ինչ լեզվով է ձեր հեռախոսը, կարող եք մտնել այդ playlist-ը, պապկաները, որտեղ որ բոլոր պապկաներն են եւ այնտեղ կարող եք փնտրել 2026 թվականի ֆինանսների կանխատեսումը։ Որոշել եմ երկու քարտով անել, որովհետև իրենք տարբեր բաներ են ընդհանրապես իր մեջ պարունակում։ Տեսանյութերը հնարավոր է երկար լինեն, դրա համար որոշեցի առանձնացնել իրեն, այդպես ավելի լավ կլինի։ Ըստ ինձ ավելի լավ կլինի, ավելի հեշտ կկարողանաք նայել։ Հնարավոր է որոշ թվեր գրվածքներ չեն երևում, որովհետև մի քիչ տեղի հետ կապված խնդիրներ կան։ Ահա։ Եվ կնայենք բոլոր ամիսները, ինչպես տեսնում եք, դեռևս այսօր շաբաթ է եւ տպագրությունները փակ են, այնպես որ կլինի ձեռագրով գրված, հետո միգուցե փոխեմ, միգուցե։ Այսքանը եւ արդեն անցնենք կանխատեսմանը, նայենք բոլոր ամիսները։ Ըստ հերթականության։ Դուք հետո կարող եք նայել եւ ամիսը եւ ընդհանուր ֆոնը, որովհետեւ ընդհանուր ֆոն ենք նայելու 2026-ի։ Վայ, ինչ անում։ Սպասեք տեսնեմ։ Ահա։ Ուսում չի խանգարի։ Ահա, ինչ է սպասվում ֆինանսական առումով 2026 թվականի խոյերին։ Ընդհանուր ֆոնը մենք նայենք 2026 թվականին։ Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, հապես կարելի է այսպես անել, հա։ Դե լավ, դե ոչինչ։ Հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր։ Նույնը կնայենք այս մյուս քարտերով, կարող եք բաց թողնել այս հատվածը, ինչպես որ կցանկանաք։ Ֆինանսները խոյերի 2026 թվականին։ Կրկին ընդհանուր ֆոնը, հունվար, փետրվար եւ այսպես շարունակ։ Հավելյալ քարտեր չեմ հանելու, ինչ ընկավ, ուրեմն զգուշացումներ ունեք ձեզ, պետք է ուղղակի ուշադիր լինեք այդ ամիս։ Ահա, իրոք, չգիտեմ ինչու եմ այսպես արել, շարունակությունը այն կողմից եմ գրել, դե ոչինչ, լավ։ Ուրեմն մենք ընդհանուր ֆոնը կնայենք, տեսնենք ինչ է սպասվում ընդհանուր ֆոնը ձեզ ամբողջ 2026 թվականին, ինչպես տեսնում ենք այդ քարտը ձեզ հենց ուղում է առաջ գնալ, ինչպես որ ձին է առաջ գնում, եւ ինքը բավականին արագ ընթաց է
Եվ այս տարի հենց դա է պահանջում բոլորից, ոչ ոք, ով այն մարդիկ կտուժեն, ովքեր որ կնստեն ուղղակի իրենց տեղում, ոչինչ չեն անի այդ մարդիկ կտուժեն, իսկ այստեղ դուք առաջ եք շարժվում, առաջ, եւ նաեւ հաղթանակն է ձեր ձեռքին, այնպես որ միգուցե ֆինանսական առումով ընդհանուր տարին փակեք շատ լավ, եթե բիզնես ունեք, փակեք շատ լավ, բարձր եկամուտներ ունենաք կամ միգուցե նաև շատ մեծ ինչ-որ ներդրումներ կատարեք ձեր գործունեության մեջ եւ ինչ-որ կին է կամ ձեզ օգնելու է այդ կինը կամ ինչ-որ դեր է խաղում համենայն դեպս ձեր ֆինանսական հարցերում այս ամբողջ տարվա ընթացքում միգուցե ձեր մայրն է, միգուցե ձեր կինն է, նա ձեզ աջակցում է, միգուցե իրավաբան է, հաշվապահ է, ձեզ կամ ձեր կողքն է եւ ձեզ ոնց որ դրթում է, որ դուք գնաք եւ հասնեք ձեր ուզածին։ Եվ տեսնենք հունվար ամիսը։ Հենց հունվարից սկսված դուք արդեն ոնց որ կմտնեք այդ հունի մեջ, դինամիկ այդ իրավիճակի մեջ, դինամիկայի մեջ կարելի ասել։ Նաև ռիսկային որևիցե գործողություններ կարող եք անել ֆինանսական առումով, ներդրումներ կատարեք, արագ աճ կունենաք ֆինանսական եկամուտներ կունենաք, փոփոխություններ, նաև փոփոխություններին շատ արագ կարձագանքեք, այսինքն կտեսնեք, որ որևէ միտեղ հնարավորություն կա, այդ հնարավորությունից անպայման կօգտվեք։ Ինչ ներդրումներ որ կատարեք այս ամիս ձեզ համար հիանալի կլինի, բայց պետք է մյուս կողմից հա ձեզ ասում եմ, որ վերլուծեք, վերահսկեք ձեր բոլոր ներդրումները, հա, որտեղ կարող եք իմպուլսիվ լինել եւ սա եւս դա ասում, իմպուլսիվ լինել եւ չհաշվարկել ներդրումները, այնպես որ պետք է անպայման ուշադրություն դարձնեք բոլոր պայմաններին, որոնք որ կարող են թաքնված լինել եւ բոլոր վճարներին, հա, կարող է վարկեք վերցնում, օրինակ կամ ինչ-որ մեկին պարտք եք տալիս կամ պարտքով գումար եք վերցնում ինչ-որ չեք նայում, թե ինչքան պետք է վճարեք հետո, քանի տոկոս է, դա ձեզ անգամ ձեռ կտա, թե հետո ընկնելու եք խնդիրների մեջ եւ այլն, հա, այդ ամբողջը պետք է մի հատ վերլուծեք դուք։ Նոր հետո անեք։ Ստուգեք բոլոր փաստաթղթերը յուրաքանչյուր ֆինանսական գործարք կնքելուց առաջ, բոլոր։ Հնարավոր է նաև անհամապատասխանություններ լինեն որևիցե փաստաթղթերում եւ դրա համար պետք է շատ ուշադիր լինեք։ Ոմանք նաև, եթե այն տարիքում եք, կարող եք նաև կրթաթոշակ ստանաք, ոմանք կարող են արդեն սկսել թոշակ ստանալ նաև։ Ինչ որ հարցեր, որ կարող եք արդեն պետությունից գումարներ ստանալ։ Եվ անպայման վերահսկեք ձեր բանկային հաշիվը։ Պարտադիր է, մի անտեսեք ոչ մի կասկածելի պահեր։ Տեսնենք փետրվար ամսին, փետրվարին այս մյուս քարտը ասում է ճնշվում եք, այս մյուս քարտն ասում է հաջողություն, այսինքն ոնց որ պետք չի ճնշվել, հաջողությունը գալիս է։ Նաև ես մոռացա նշեմ հունվար ամսին հնարավոր է նաև որևիցե ֆինանսական տեղեկություն ստանաք, որը ձեզանից գաղտնի էր պահած, եւ դա պետք է հաշվի առնել։ Նաև կարող եք սովորել հարկային բոլոր վճարումների ձևերը, եթե նոր եք ոչ է ինչ-որ բիզնես բացում կամ նմանատիպ ոչ է գործունեություն եք սկսում, պարտադիր պետք է նայեք, եւ արդեն ասացի, որ կողմ խնդիրներ լինել։ Եվ կարող սովորել, թե ինչպես ճիշտ կառավարել ձեր ֆինանսները։ Ուրեմն իսկ փետրվար ամսվա համար խոսենք, փետրվար ամիսը դա ֆինանսական առումով մի փոքր դժվարություններ է ասում, բայց հաջորդիվ գալիս է հաջողությունը։ Պետք չի այդպես ընկճվել, ճմռվել, նաև միգուցե ցանկանաք պարտքով գումար վերցնել այդ ամիս, որ ձեր ֆինանսական վիճակը կարգավորեք, միգուցե հունվարին շատ եք ներդնում եւ ոնց որ կողք գցած գումար չեք ունենում ձեր գործերը էլի առաջ տանելու համար։ Դրա համար փետրվարին կարող եք մի փոքր նեղվել գումարից։ Կարող վերահսկողությունից դուրս գա ձեր ֆինանսական վիճակը, ձեր ծախսերը, որոնք որ կան։ Իսկ սա կողքին է դա ասում է, որ պետք է ֆինանսական հարցերը ճիշտ է խնդիրները լուծեք այդ ամիս եւ կկարողանաք լուծել, որովհետեւ նոր եկամտի աղբյուրներ կարող եք գտնել ձեզ համար եւ այդպեսով
լուծել այն պարտքերից դուրս գալ, ոնց որ նեղվում եք, բայց ամսվա ընթացքում գումար կարող է գալ եւ հաջող բանակցություններ կունենաք, որից էլ որ եւս գումար կգա եւ կկարողանաք ավարտել ձեր բոլոր դժվար վիճակները, բոլոր ինչ որ դժվարություններ կան ձեզ մոտ։ Ինչ որ փայլուն գաղափար կունենաք, որը կարող եք կյանքի կոչել եւ դրանով ձեր ֆինանսական վիճակը բարելավեք։ Եվ ամսվա վերջը կարելի ասել, որովհետեւ եթե ամիսը սկսվում է եւ դուք արդեն նեղված եք, հետո արդեն մինչեւ ամսվա կես, ամսվա վերջ արդեն նոր կկարգավորվի որոշ ֆինանսական հարցեր։ Նաև այստեղ գումար վաստակելու նոր հնարավորություն կունենաք, գուցե աշխատանքի եք մտնում հունվարին, որը ավարտվում է, կարող է ինչ-որ հունվարի միայն, մեկ ամսվա աշխատանքեր։ Հետո եւս կարող եք գտնել աշխատանք եւ գումար վաստակել։ Նաև օգնություն կարող եք ստանալ, աջակցություն կարող եք ստանալ։ Այստեղ նաև եթե խնդիր կա գումարի, ապա գումարից դուրս գալու ելք կգտնեք, բանալին ձեր ձեռքում է, այնպես որ կարող է նաև դուք որոշակ բարեգործություն անեք, այդպիսով նաև վերականգնեք ձեր ֆինանսական վիճակը։ Եվ տեսնենք մարտ ամիսը ձեզ ինչ է սպասվում։ Այսպես տնեմ, ինձ թվում է այդքան ձեզ համար էական չի, թե ինչ քարտի տեսք ունի, որովհետև տեղի խնդիր է, քարտերն էլ մեծ են։ Պարզապես ցանկացա, որ այսպես դասավորեմ, բայց սխալ էր, կուղեմ անպայման։ Մարտ ամիսը եւս բավականին ակտիվ կլինեք։ Սա նշանակում է, որ ճիշտ որոշումներ կկայացնեք ֆինանսական մարտ ամսին, որն էլ կհանգեցնի ձեզ մոտ ֆինանսական բարելավման, եթե գումարային ավելի լավ վիճակի։ Կամ նաև սա նոր ֆինանսական տեղեկատվություններ կարող եք լսել ինչ-որ մի տեղից, որ կարելի է այստեղ ներդրում անել, այստեղից կարող եք գումար վաստակել։ Իսկ արդյունքը հենց խոսում է այն մասին, որ ավելի բարեկեցիկ կլինեք, բարեկեցիկ կյանք կունենաք այդ ամիս, ավելի հարմարավետ կապրեք։ Նաև կարող եք ստանալ մեծ գումար կամ վարկե, կամ տուն եք վաճառում, կամ մեքենա եք վաճառում, ինչ որ մեծ գումար է գալու ձեզ մոտ, լավ աշխատավարձ, միգուցե աշխատավարձի բարձրացում, ոնց որ ֆինանսապես անվտանգ եք, ֆինանսապես կայուն եք եւ մարտ ամիսը բացարձակ մտածելու խնդիր չկա։ Եկամուտը ձեզ մոտ զգալի կլինի, շոշափելի, կարելի այդպես ասել, կտեսնեք, թե ինչքան շատ մեծ եկամուտ ստացաք։ Նաև սա որոշ չափով պասիվ եկամուտ է։ Օրինակ, եթե մարդիկ ինչ-որ գործեր են անում, որ իրենք չեն խառնվում, ինքն իրան գումար է գալիս, դա նշանակում է պասիվ եկամուտ։ Եվ այդպես կարող եք նաև ինչ-որ միտեղ ներդրում կատարած լինել ժամանակին, օրինակ հունվարին, եւ գա այդ գումարները ինստինկտյան։ Դե ֆինանսական ռեսուրսները ավելի շատ են, նաև կարող են ձեզ առաջարկել, որ ձեր ոչ կազմակերպությունում, ոչ աշխատանքում ինչ-որ ներդրումներ անել, ձեզ մոտ, ոչ թե դուք անեք, այլ ինչ-որ մեկը, որ ազդեցիկ կարող է լինել, ֆինանսապես ապահովված լինի, ձեզ պես ոչ թե հովանավորի կամ էլ նաև ներդրում կանի ձեր գործի մեջ, որ ավելի աճեք, ձեր գործունեությամբ։ Մշահավետ գործարք կունենաք, կապիտալի ավելացում, բայց միայն պետք է հասկանաք, որ մարտ ամսին հնարավոր է նաև պետությունը ոնց որ վերահսկողության տակ պահի ձեզ, ձեր ֆինանսական վիճակը, կախված է թե ինչ գործունեություն եք անում։ Այսքանը մարտի համար, ապրիլը եւս հիանալի է, ուղղակի հիանալի է ապրիլ ամիսը։ Ինչպես որ ասացի, ապրիլ ամիսը եւս հիանալի է ձեզ համար, եւս էլի առաջ խաղացում ունեք այստեղ, ավելի նպատակասլաց կլինեք ձեր բոլոր գործողությունների մեջ ֆինանսական խոչընդոտները կհաղթահարեք, յուրաքանչյուր այն ինչ որ ունենաք ֆինանսական առումով, այնպես որ մտածելու դուք ոչինչ չունեք այս ամսվա ընթացքում,
Նաև արագ ֆինանսական աճ էր դա նշանակում, եկամտի աճ, լավ շահույթ կունենաք բավականին, հնարավոր է նաև ինչ-որ բան եք ձեռք բերում, օրինակ մեքենա, շարժգույք այդ ամսվա ընթացքում եւ իհարկե հենց վրայի քարտն էլ հենց ցույց է տալիս, որ էլի եկամտի աղբյուր նաև տեղափոխություն, միգուցե իրոք լավ տուն եք գնում, կամ իրոք մեքենա, որ այդպես շարժման մեջ եք լինում, նոր աշխատանքի կարող եք անցնել, միգուցե ավելի լավ աշխատանք լինի դա ձեզ համար, կամ լրացուցիչ եկամտի աղբյուր եւս էլի կարող եք գտնել եւ ֆինանսական ռեսուրսները եւս էլի կավելանան, եկամտի աճ, ընդհանուր ձեր ֆինանսական վիճակի փոփոխություն, բարելավում դեպի լավը եւ գումար վաստակելու նաեւ նոր հնարավորություն եւ ոնց որ ձեր եկամտի աղբյուրը կամ այնինչքան որ գալիս է ոնց որ ինչով որ դուք եկամուտ եք ստանում, ոնց որ տեսակ թարմանում է, հա, այդպես ինչ որ ոնց են համակարգիչը թարմացնում ավելի լավ աշխատում, հա ձեզ մոտ ինչ որ մի բան է այդպես թարմանում եւ սկսում է ավելի լավ լինել ձեր ֆինանսական վիճակը։ Այնպես որ մենք ունենք 4 ամիս արդեն, որը մի փոքր այստեղ փետրվարն է ձեզ համար։ Այստեղ արդեն մի փոքր կարող եք ցանկանալ հավաքել գումար մայիս ամսին իհարկե։ Ես ժամերը կգրեմ, հա դուք հետո կարող եք գտնել։ Մայիս ամսին արդեն ավելի զգույշ կլինեք ձեր ֆինանսական հարցերում, ծախսերում, եկամուտներում, ավելի հետ կգցեք ձեր գումարը, ավելի կպահեք, ոչ ոքին չեք ուզենա տալ կամ ոչ ոքին չեք ուզենա ցույց տալ։ Մի փոքր կարող է նաև ֆինանսական դժվարություններ լինեն մայիս ամսին, ինչ որ անկայունություն եւ անսպասելի ծախսեր կարող են լինել ձեզ համար, դա կարող է ոնց որ մի կողմից հարվածել, դրա համար լավ կլինի, որ ամբողջ այդ ամիսների ընթացքում, եթե եկամուտը շատ է, ապա այն մի փոքր մի կողմ դնեք, հավաքեք։ Եվ ոնց որ ինչքան էլ որ նեղվեք, միևնույն է, միգուցե մինչև այդ դրել եք մի կողմ, եւ որովհետեւ այստեղ նաեւ ցույց է տալիս, որ ոնց որ բարձիկ ունեք, հա, անվտանգության բարձիկ ունեք եւ դուք չեք մտածում, որ վայ ձեր գումարը կպակասի, ոնց որ մի կողմ դրած գումար է սա, հա, հուսալի վիճակում եք, հա, ոնց որ գիտեք, որ կա այդ գումարը եւ զրոյացված չի ձեր ֆինանսական վիճակը։ Նաեւ սա կարող է լինել ֆինանսական գործարքներ ինչ որ մեկի հետ, ով որ ձեզ համար հավատարիմ է, ով որ ձեզ համար մտերիմ ընկեր է նաեւ։ Սա նաեւ երկարաժամկետ ոչ է ներդրում է, ոչ է գործողության մեջ։ Ձեր մոտ ձեր եւ ձեր ընկերոջ կամ ձեր եւ ձեր գործընկերոջ մոտ եթե կա նման մեկը, ում ինչ որ մեկին եք դուք պարտքով գումար տալիս, ինքն է ձեզ պարտքով գումար տալիս, եւ այդ վստահությունը կա մեկը մյուսի հանդեպ, հա, որ ես տվեցի, բնականաբար ինքը ինձ հետ կվերադառնա, միգուցե վերադարձնում է հետ, որ դուք այդպես ֆինանսների հետ կապված մտահոգված չեք։ Եվ իհարկե վստահությունը, ինչպես որ ասում են, հարաբերությունների հիմքն է այստեղ, հատկապես շունիկի հետ։ Դե կայուն վիճակ է համենայն դեպս, ինչքան էլ որ դուք կարող եք նեղվեք, միևնույնն է, ելի եմ ասում, զրո վիճակ չէ ֆինանսական առումով։ Եթե ֆինանսական խնդիրները կան, ապա կարող եք դիմել ձեր ընկերոջը, նա ձեզ անպայման կաջակցի։ Ֆինանսական օգնություն կարող եք նաև ստանալ ինչ-որ մի տեղից, պետությունից կամ թեկուզ ընկերոջից, այդպես։ Եվ տեսնենք հունիս ամիսը, եւ այստեղ ես ուզում եմ մի փոքր փոփոխություններ կատարել։ Մի տեսակ դուրս չի գալիս։ Օգոստոսը, որ հաջորդ նշաններն է, այսպես մի անգամից լինի, և սրանք պետք է տեղափոխել։ Վերջ, ասանք մեր ուզածին։ Եվ այստեղ հունիս ամիսը եւս նայեք, ձեզ մոտ ֆինանսական խնդիր ես դեռևս այդպես շատ ուժեղ չեմ տեսնում, եթե կա էլ,
ոնց որ կարողանում եք դուրս գալ դրանից։ Նա չեք մնում, չեք խճճվում այդ խնդիրների մեջ, կարողանում եք ամենջապես դուրս գալ դրանից։ Հունիս ամսին կստանաք բավականին շահավետ առաջարկներ, հաջող գործարքներ կկնքեք, ֆինանսական վիճակի բարելավում եւս։ Այնպես որ ավելի ամեն ինչին ստեղծագործ ձևով կվերաբերվեք, գուցե նաև զբաղվում եք ստեղծագործությամբ։ Այդպիսով կարող եք գումար վաստակել։ Եվ իհարկե բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ։ Կարող է գան մարդիկ, հա, ինչ որ անընդհատ կամ գումար գնա անընդհատ։ Կամ դուք վճարեք ինչ որ մի բան այդ ամսում, գումարը ինչպես գա, հետո նույնիսկ վճարեք, ոնց որ գումարը գալիս է չի մնում, նաև ոչ է նման պահեր կարող լինել։ Եթե աշխատանք եք փնտրում այդ ամիս, ապա կարող եք այնպիսի աշխատանքի անցնել, որը փոքր է, նա ինչ որ գումարները ավելի աշխատավարձերը ավելի քիչ են, կամ կողքից կարող եք ինչ որ բաներ անել եւ այդպես գումար վաստակել, փոքր ինչ որ գումարներ են։ Սա նաև կոմերցիոն գործունեություն է, ֆոնդային շուկայի, միգուցե նման տեղեր եք մտնում, փոքր եկամուտներ են։ Եվ ստուգեք անպայման ձեր ֆինանսները, ստուգեք բոլոր մուտքերը, ելքերը, հա, անպայման։ Նաև սա կարող է լինել վարկեր, որ կարող եք ցանկանալ վճարել կամ վարկն եք վճարում միգուցե ավարտում եք։ Նաև աշխատավարձի կամ նաև ներդրումների կախված է ինչ եք անում, դա կարող եք քննարկել ինչ որ մեկի հետ, միգուցե մեկ տնօրենի մոտ խոսում եք աշխատավարձի մասին, միգուցե հա գործընկերոջ հետ խոսում եք ներդրումների հետ կապված։ Եվ պետք է շատ կարևոր է յուրաքանչյուր բան ստորագրելուց, անելուց առաջ անպայման խորհրդակցել։ Նոր հետո անել դա, միշտապեք ոչ մի հարցում։ Այստեղ եւս այս քարտն ինքը ավելի հանգիստ է, այնպես որ պետք չի արագ որևիցե որոշումներ անել, արագ ինչ որ անպայման խորհրդակցեք, խոսեք, պայմանավորվեք, հետո նոր արեք։ Գնայինք, օй, հիանալի է նայեք հուլիսը, հիանալի, ուղղակի հիանալի, ձեր 7-րդ ամիսը հիանալի է։ Արևը դա մի ուրիշ աշխարհ է։ Արևը դա հենց ֆինանսական դիրքի բարձրացում, լավ գումարներ, կարող եք խաղալ, կշահեք հաստատ, գումարի հետ կապված բացարձակապես խնդիրներ չկան, հաջողություն եւ միայն հաջողություն, ամեն ինչ լավ է ընթանում այդ ամսին, լավ գումարի աճ, ֆինանսական աճ, մեծ ֆինանսական շահույթներ, մի խոսքով մեկը մյուսից լավ բան։ Նաև հաջողություն, բարեկեցություն, ֆինանսական բարգավաճում, հաջող ներդրումներ, ովքեր որ աշխատում են, այստեղ նաև կարող է ձեր կարիերան բարձրանա, ըստ դրա էլ կարող է ձեր ֆինանսական վիճակը լավանա, ու միգուցե ընդունվում եք աշխատանքի այստեղ։ Իսկ նաև կարող եք գումար ծախսել, օրինակ, որևիցե առիթի վրա կամ միգուցե առիթից է ինչ որ գումար գալիս ձեզ, մի խոսքով եւս կարող է աշխատանքը, որը որ կատարում եք այդ ամիս, ավելի շատ կամ ձեզ հասարակական դիրք է տալիս կամ հասարակական ճանաչում է տալիս կամ հասարակության հետ եք աշխատում, դրա համար է գումարը գալիս, հա, ոնց որ վաճառքով եք զբաղվում կամ միգուցե ավելի, հա, այդ ամիսները կարող է ամառվա ամիսներ ավելի ուրիշ գործեր եք անում եւ այդտեղից է գալիս լիքը գումարներ, այնպես որ մրցանակ նաեւ կարող եք շահել, եթե ինչ որ գործողություններ եք անում, ինչ որ միգուցե մի քանի հոգով ինչ որ գործեր անեք, այդպես նաեւ եկամուտ ստանաք կամ այնպիսի մի բանի մեջ ներդրում կատարած լինեք, խոհերը սիրում են անել, չգիտեմ, հա, այդ խոհերը գնային ինձ, թե ոչ, բայց խոհեր կան, ովքեր որ սիրում են ներդրում անել այնտեղ, որտեղ որ օրինակ ինչ որ մի գործարան է, ինչ որ մի տեղ է, որը այդ գործանը աշխատելուց ոնց որ փայատեղ, այդպես հայերեն ասված։ Այդպիսով կարող է նաև ձեզ մոտ որևիցե գումարներ կան։
ինչ որ մարդկանց հետ համատեղ նախագծեր կարող եք իրականացնել, ասա ընտանեկան նաև բյուջեն է, որ կարող է ավելանալ, կամ միասնական դարձնեք ձեր բոլորի գումարները մեկ քարտի մեջ լինեն։ Եվ սա նաև կարող է այս ամիս, օրինակ, եթե դուք ունեք աշխատողներ, ապա կամ ունեք այդպես փայատերեր, կամ դուք եք փայատեր, ապա ոնց որ բաժանում են այս ամիս ձեզ եւ դուք էլ էլի կստանաք այդ գումարները բնականաբար։ Եվ դա եւ երկու քարտն էլ հիանալի է ձեր ֆինանսական առումով, այնպես որ շնորհավորում եմ։ Մենք դեռ չենք տեսել ծանրություն, թութու։ Այնպես որ իրոք այն ծաներ ամենաբարդ ու տհաճ քարտերը չկան դեռևս։ Դա շուտով տարին կավարտվի։ Եվս օգոստոս ամիսը այստեղ տեսնում ենք այս մարդը քրտնաջան աշխատում է եւ իր աշխատանքների շնորհիվ է, որ այստեղ լիքը ինքը եկամուտներ ունի եւ պլյուս նրան հետ գցած գումար դեռ մեկի վրա էլ աշխատում է։ Միգուցե ինչ որ պրոյեկտ է, ինչ որ նախագիծ է, որ այս ամիսը դրա վրա կարող եք նաեւ դրանից եկամուտը գալ, կարող է ինչ որ պատվեր ունեք, եթե նմանատիպ աշխատանք եք անում։ Սա նաև ինչ որ միտեղ ներդրում կատարել է, որը երկարաժամկետ է եւ երկար ժամանակ ձեզ գումարներ կբերի, ինչպես որ ամբողջ տարվա ընթացքում։ Ես ձեզ իրոք շնորհավորում եմ, կարող եք մոռացա սկզբում ասել, որ կարող եք նայել նաև ձեր ասցենդենտի նշանը եւ լուսնի նշանը բնականաբար մեկնաբանություններում կգրեմ ժամերից առաջ, հա, որ մարդիկ կարող են նայել ինձ ոտ քարտերը այդպես է, կարող եք նայել, եթե այդպես պիտի չնայեք, ես անպայման շեշտում եմ դրա մասին։ Սա կարող է ձեր էմոցիաներն են, ձեր լուսնի նշանն է, եւ դուք այստեղ այս էմոցիաները ապրում եք յուրաքանչյուր ամիս ձեր ֆինանսական բարգավաճման հետ միասին։ Սա նաև միգուցե ֆինանսական պարգևատրում է ձեր կատարած աշխատանքի դիմաց, կարող է ինչ որ բոնուս են տալիս ձեզ այդ ամիս, եթե աշխատում եք, կամ եթե դուք բիզնես ունեք, դուք եք ձեզ բոնուս տալիս, այն ինչ որ շատ է, գումար է եւ բնականաբար դուք ձեզ գումար եք տալիս։ Նաեւ նորություններ կարող եք լսել ֆինանսական առումով, նաև ինչ որ տեղեկատվություն կարող եք լսել, միգուցե հարկայինից է, միգուցե նմանատիպ ոչ է կենտրոնից, որտեղ որ ինչ որ ֆինանսական գործարքներ եք կատարել, նաև բանկից կարող է լինել, ֆինանսական նորություններ կարող են լինել, նաև կարող են տրվել հաշիվ ապրանքագիր, դե իհարկե ովքեր որ ունեն բիզնես, ովքեր որ այդպես աշխատում են։ Նաև ուղղակի կարող է ձեզ տան, թե դուք ժամերը ինչքան եք աշխատել, կամ ինչ որ կարող ինչ-որ մի ցուցակ է տալիս են ձեզ։ Սա նաև ֆինանսական վիճակի արագ փոփոխություններ են, հա, ինչ որ շտապ փոխանցումներ կարող եք անել ինչ որ մեկին, կամ ձեզ պետք է արագ փոխանցումներ կատարեն, անսպասելի եկամուտներ, բոնուսներ, խրախուսանքներ, կամ նաև կարող է լինել շտապ ծախս, որ դուք պետք է արագ որևիցե ծախս անեք։ Անհապաղ նաև կանխիկ գործարքներ անեք, հա, ինչ որ շտապ ինչ որ կոմ բանկից պետք է արագ գումարը հանեք, ինչ որ մեկին վճարեք, հա, ինչ որ բաներ են, որ այդպես նաև դե ընդհանրապես այս քարտով գումարը գալիս է նաև, հա, որովհետև այս շատ արագ կարող եք ինչ որ մի տեղից գումար ստանալ կամ ինչ որ բանկին դիմեք վարկի համար, մեկ էլ հա արագ պատասխանեն ձեզ, արի գումարը տար կամ ինչ որ նման հնարավորություններ, որտեվ ձեր աշխատանքից է այստեղ կախված, ձեր ցույց տված աշխատավարձից է կախված, թե դուք կստանաք այդ գումարները, թե ոչ։ Վարկ թե ոչ։ Եվ գնայինք սեպտեմբերը, արդեն տարին ավարտվում է, եւ այստեղ ավելի ու ավելի այս քարտը խորհրդանշում է ոնց որ ձեր իմաստությունը, հա, եւ ավելի իմաստուն կերպով կսկսեք ծախսեր անել, ներդրումներ կատարել։ Եվ ընդհանրապես, հա, տվյալ քարտով ցույց է տալիս, որ դուք երբևիցե այդ ամսում գումարային խնդիրներ չեք ունենա եւ ընդհանրապես, հա, որպես մարդ անձնավորություն, դուք այնպես եք անում, որ միշտ ձեր ֆինանսական վիճակը նորմալ լինի, որ երբեք չընկճվեք գումարից, ոնց որ դա ավելի շատ ոնց որ ձերը չի, հա, այդպես կարելի ասել։
Եվ այս ամիս եւս գումարի կարիք չեք ունենա, նյութապաշտ չեք լինի այդ ամիս, ոնց որ չեք ձգտի, այլ ավելի շատ ոնց որ հոգևորի կողմը կլինեք, Աստծու կողմը կլինեք, ոչ թե նյութականի։ Սա նաև կայուն եկամուտ է, նաև այստեղ կարող է եկամտի պակաս լինել, կախված ձեր աշխատանքից, բայց որ ասեմ գումարներ չեք ունենա, դա բացառվում է, ուղղակի կարող է ինչ-որ մի պահ ֆինանսական ոյցե խնդիրներ լինեն, ուրիշ ոչինչ։ Եվ իհարկե նաև դա այն մեթոդներով կաշխատեք, որ արդեն գիտեք, որը ինչպես պետք է անեք, ում հետ ինչպես պետք է խոսեք, ինչպես պետք է գործ արձանագրեք, ոնց որ այդ ձևով կաշխատեք, ինչպես որ միշտ արել եք, ոնց որ ձեզ ծանոթ։ Եթե ինչ-որ մի բան կլինի, որը նորույթ է ձեզ համար, ոնց որ կարելի ասել, այդքան էլ պետք չի ռիսկի դիմել։ Նաև իսկ կինը սա ցույց է տալիս հաշվապահ, միգուցե ժառանգորդ, միգուցե նաև զուգընկեր, ում հետ որ կարող եք աշխատել, հաշվապահն է, որ ավելի շատ է ձեզ ցույց է տալիս, որ այստեղ կարող եք այսպես անել կամ սա, նա։ Եվ իհարկե կարող է միասին որոշում եք ինչ-որ բիզնես հիմնել, այդ կնոջ հետ, գործընկեր է, ինչ-որ նոր եք ծանոթանում եւ իրար հետ այստեղ զգում եք, որ մի տեսակ իրար հետ ավելի չեք վազում գումար, ավելի շատ գուցե ամուսնանում եք, նոր կին է եւ գտնում եք ձեր երկրորդ կեսին եւ զգում եք, որ չի ինքը ձգտում, օրինակ, ձեզ հետ շփվի ֆինանսական առումով, ավելի շատ ձեզ տանում է, որ դուք ավելի հանգիստ լինեք, ավելի լավ աշխատեք, ավելի ոնց որ նյութապաշտ չլինեք, քան այդպես գումար, չէ՞ որ Երբ որ կինը ստիպում է ձեզ գումար աշխատել, դուք ինստինկտյան դառնում եք նյութապաշտ։ Ինստինկտյան, որտեղ դուք վազում եք գումարի հետևից, որ ապահովեք իրեն, որ կարողանաք իրեն ապահովել։ Գնանք հոկտեմբեր ամիսը, տեսնում եք բավական, հոկտեմբերը մի փոքր խնդիրներ են այստեղ ձեզ մոտ։ Բավական երկարում է տեսանյութը, դրա համար պետք է ուղղակի հետո հետ վերադառնաք եւ նայեք ամեն ամիսը, որ հիշեք, որովհետև անհնարին է, ես արդեն մոռացա այստեղ ինչ եմ ասել։ Հետաքրքիրը որն է, որ երկու քարտն էլ բարդ քարտեր են եկել, ոնց որ իրոք երկու քարտն էլ նախազգուշացում են ձեզ։ Կարող էր մյուսը օրինակ այստեղ ինչպես կար սա, մի փոքր էլ նաև սա ցույց էին տալիս, որ կբարելավի, բայց սա իրոք ձեզ զգուշացում է այդ ամսվա համար, որ պետք չի գումարներ ներդնել այնպիսի տեղ, որ պետք չի ավելորդ ծախսեր, պետք չի կատարել, որովհետև կարող եք հիասթափվել եւ գնումից եւ ընդհանրապես ձեր եկամտից։ Լավ կլինի, որ հետ գցեք մի քիչ գումար հոկտեմբեր ամսվա համար, շատ լավ կլինի։ Նոր լուծումներ պետք է փնտրեք, որպեսզի կարողանաք այն գտնել։ Հնարավոր է ֆինանսական խոչընդոտներ, հնարավոր է նաև պարտքեր, հաշիվները կարող են սառեցվել, միգուցե ստուգում են, տարեվերջ է, կարող է ստուգում են, վարկերը կարող են մերժել, եթե վարկի համար դիմեք։ Դժվարություններ են, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել հոկտեմբեր ամսին։ Ուղղակի պետք է համբերատար լինեք, համբերություն է պետք։ Որոշակի խնդիրներ են, ֆինանսական դժվարություններ են։ Գումար վաստակելու համար իրոք ձեզ մեծ համբերություն է պետք կամ միգուցե այնպիսի ամիս է, որ իրոք դե ընդհանրապես տարվա մեջ ամիսներ կան, որ մարդիկ ուրիշ բաներ են գնում եւ մեկ ուրիշ բաների համար այդքան էլ գումար չեն տրամադրում, դրա համար ովքեր որ նման գործեր են անում այդ ամիսների համար, իրենք միշտ տուժում են։ Օրինակ ամառը շատ դեպքերում, ովքեր որ տուրիստական գործակալություններ ունեն իրենց համար հիանալի, ովքեր որ Հայաստանում ապրանք են վաճառում կամ ինչ-որ բան են, որ մարդիկ չկան, բնականաբար այդ մարդուն չի հետաքրքրում գնացել է հանգստանալու։ Եթե դու սրբիչ կվաճառես, գլխարկ կվաճառես, սա, բնականաբար այդ ամիս լավ կլինի։ Բայց եթե դու այնպեսի բաներ ես վաճառում, որ ուղղակի մարդը գնացել է հանգստանալու եւ իրեն չի հետաքրքրում դա, բնականաբար այդ ամիսը բոլորի մոտ էլ վատ է լինում։
Ուղղակի ջանք պետք է գործադրեք, եռանդ պետք է գործադրեք, հա, գումարը լավանալու համար։ Ուղղակի պետք է գումար հետ գցեք հոկտեմբեր ամսվա համար, անպայման, հա, ոչ թե ասեք եսի հոկտեմբերի համար, այլ ուղղակի այս ամիսներին դուք ունեք գումարի եկամուտներ եւ պետք է անպայման մի կողմ դնեք, պետք չի այդ ամբողջը շռայլ ծախսել։ Տեսնենք նոյեմբեր ամիսը հիանալի է, նոյեմբեր ամսին արդեն ամեն ինչ կայունանում է ձեզ մոտ, նայեք ինչքան ուրախ եք, ինչքան զվարթ եք, հա, տարին արդեն տեսնենք լավ կլինի, ես տեսնեմ, դուք չի։ Մի փոքր։ Լավ է, մի փոքր չէ։ Չնայած ինձ թվում է, որ դա մարդուց է արդեն գալիս, համենայն դեպս դուք նոյեմբեր ամսին նայեք որքան ուրախ եք, որովհետև այնինչ որ ձեզ հարկավոր էր, դա լինում է ուրախ եք, ձեզ վարկ եք ձևակերպում, միգուցե շահումներ ունեք, միգուցե եկամուտ եք ստանում, ժառանգություն եք ստանում, եթե ֆինանսական վիճակն է կայունանում, եթե հա հոկտեմբերին մտածում եք, տանջվում եք, նոյեմբերը արդեն հիանալի է ձեզ համար, ինչ որ մի նորություն, մի բան ոնց որ առաջ կգնա եւ դուք դրանից կսկսեք ուրախանալ։ Այնպես որ նոյեմբեր ամիսը ձեզ համար, հա, հոկտեմբերի տանջանքներից հետո արդեն նոյեմբերը ձեզ համար հիանալի կլինի։ Ընկերներով կուրախանաք, գործընկերներով կուրախանաք, միգուցե առիթ է ձեր աշխատանքի վայրում, միգուցե բոնուս եք ստանում, միգուցե հա հավելյալ եկամուտ է սա, որը որ ձեզ այդքան ուրախացնում է։ Եվ արդեն կզգաք, որ ֆինանսական վիճակը ձեզ մոտ բավականին լավացավ, կայունացավ, ոչ մի խնդիր այլևս դուք չունեք։ Եվ տեսնենք դեկտեմբերը, վերջին ամիսը, ինչպես եք փակելու, գուցե դուք եք խորամանկ, այդպես խորամանկությամբ եք փակում, միգուցե նաև ձեր հանդեպ են խորամանկ։ Այստեղ կարող եմ ասել, մինչև նորմալ նայեմ երկու քարտերն էլ, ասեմ, որ ոչ ոքին գումար մի տվեք տարվա վերջ, որտեվ դե դեկտեմբեր է, ինչ որ մարդիկ կարող են դժվարություններ ունենալ, որպեսզի ամանոր նշեն, համենայն դեպս թող ձեզանից հա գումար դուրս չկա, դուք մի տվեք գումար ոչ ոքին, որովհետև հետո հետ չեք ստանալու, եթե տալիս եք ուղղակի նվեր տվեք, եթե ոչ, ապա պետք է տաք եւ գրեք սառույցի։ Եվ իհարկե դեկտեմբեր ամիսը, եթե տեսնում եք այս տղան արդեն հա դրոշը ձեռքին, այսինքն ինքը ոնց որ հաղթանակած է դուրս եկել, ամբողջ տարին կարողացել է պայքարել, գումար է վաստակել եւ այդպիսով տարին հա փակում է հաղթանակը ձեռքին, հա հաջողությունների նվաճմամբ, ֆինանսական կայունությամբ, առաջխաղացմամբ, եթե աշխատում եք, ապա եւս կարիերայի հետ կապված առաջընթացով, այնպես որ դուք կարող եք նաև տոնել ձեր հաղթանակը, որը որ արդեն կա, ձեր ֆինանսական վիճակը լավ է, նաև կարող է ձեր դեկտեմբերի ամանորի սեղանից էլ եւս դուք զգաք, որ ինչ-որ փոփոխություն կա, միգուցե հավելյալ բաներ եք գնում կամ նաև ձեզ ավելորդ բաներ եք թույլ տալիս գնում եք, օրինակ ուրիշ երկրում եք նշում։ Բայց այ աղվեսը, հա, այստեղ արդեն պետք է ուշադիր լինեք ներդրումներից, որովհետև կարող եք շատ վատ տեղ ներդրումներ կատարել, կամ ձեզ փորձեն համոզել, որ այստեղ այսա գնի, սա արա, լավ կլինի քո համար, եւ այլն, եւ որոշ խնդիրների առջև հետո կանգնած լինեք։ Նաև մի փոքր խորամանկ պետք է լինեք դուք ինքներդ ու զգույշ լինեք խաբեությունից, եւս որ կարող են ձեզ խաբել։ Խուսափեք ռիսկային ներդրումներից, նաև այստեղ ֆինանսական մեկը մյուսի կամ պարտքից կամ նաև հա ավելորդություններից, որը մարդը անում է եւ ոնց որ ֆինանսական բուրգ է ստեղծվում ձեզ համար արհեստականորեն, հա կամ պարտքերի կամ խնդիրների։ Դե ինչ է սա, ընդհանրապես խաբեություն, խարդախություն, ինչ է իրանից ներկայացնում, հա, ինչ որ խարդախ սխեմաներ են, միգուցե դուք եք, չգիտեմ, այդ չեմ կարող հստակ ասել, հնարավոր է նաև տարին եք փակում, ովքեր որ բիզնես ունեն եւ ինչ որ բաներ, բնականաբար չգրանցեք, չլրացնեք, այդպես։ Դա կոչվում է, հա, դուք ինքներդ եք ավելի այդպես եւ
Դե ոնց որ մարդը քիչ է ավելի ցույց տալիս, որ ինքը այսքան եկամուտ է ունեցել։ Նաև սա երրորդ կողմն է, որ երրորդ անձնավորություն կարող է ինչ-որ խորամանկություն անի, եւ կորուստներ ունենալ ֆինանսական։ Դրա համար պետք է շատ ուշադիր լինել տարվա վերջ, ոչ ոքին չվստահել, ոչ ոքի խարդախ գործարք չանել, ճիշտ այստեղ չի երևում, որ դուրս կգա, բայց սա երևում է, որ դուք հաղթանակած եք տանելու, եթե մշտապես անում եք դա, դա մեկ այլ հարց է, բայց նայեք եւ եթե աշխատում եք ինչ-որ միտեղ, ապա աշխատավարձի ճիշտ վճարում, հա, եթե կա վերջնահաշվարկի ճիշտ վճարում, անպայման ուսումնասիրեք, թե ձեզ չեն խաբում, հա, նոր հետո առաջ գնացիք։ Փակեք տարին, իհարկե, լավագույնս։ Ինչպես տեսաք, հենց սկիզբն էլ հենց ցույց էր տալիս, որ այստեղ գնալու եք միմիայն առաջ եւ ինչպես տեսնում ենք, տարվա մեջ 98%-ը գնում եք առաջ։ Նա 98% ձեզ մոտ ֆինանսական հիանալի վիճակ է։ Այսքանը ձեզ համար, թող որ այս տարին 2026 թվականը ձեզ համար լինի բարգավաճման տարի եւ չնեղվեք, միևնույնն է բոլորս ունենում ենք նեղված պահեր, այնպես չի որ մարդը ամեն տարի, ամեն ամիս ինչ որ ֆինանսական պետք է բարգավաճումներ ունենա, ուղղակի պետք է այդ խնդրից ճիշտ կարողանաք դուրս գալ, ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ ամենալավ, ամենաբարեկեցիկ 2026 թվականն եմ մաղթում, լավ եղեք։